Մինչև երկար շարժներ էս կամուրջը սարքելուց սա իրանք գցել էին, որ բանվորները, որով գնում գալիս էին, էլի, քանի որ հնարավոր չէր։ Հետո նոր փակեցին։ Խոսքի կիսակառույց այս կամրջի և դրա հարևանությամբ տեղադրված մահաբեր խողովակի մասին է, որը հերթական անգամ մարդկային կյանքեր խլեց։ Վանաձորի 3-րդ մաս թաղամասը կենտրոնի հետ կապող այս անցում կոչվածը 7 և 13 տարեկան քույրերի մահվան պատճառ դարձավ։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի 15-ի կեսօրին։ Այս երեխեքը մեկ էլ շատ շուտ մի 30 տարի առաջ մի ուրիշ երեխա ընկավ։ Ասում են եղել է էլի դեպքեր, ես ճիշտ ասած տեղյակ չեմ էլի։ Անչափահաս քույրերի փրկարարավորողական աշխատանքներին ներգրավված էին հարյուրավոր մարդիկ, օգտագործվում էին անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։ Ներգրավված են մեծաթիվ քանակությամբ փրկարար ծառայողներ, ոստիկաններ, կամավորներ, ինչպես նաև փրկարարական աշխատանքներին օժանդակում են նաև քաղաքացիները։ Երևի 4 կամ 5-րդ օրն խնդրում ենք, թվերը չեմ կարող կոնկրետ ասել։ Վաղ առավոտից մինչև ուշ երեկո, մինչև տեսանելիությունը պարզ լինի։ Հատկապես ծանր ու պատասխանատու էր փրկարարների, ջրասուզակների աշխատանքը, որոնք առավոտից մինչև ուշ երեկո փնտրում էին վարար գետի մեջ հայտնված փոքրիկներին։ Նրանք գետի միջով և ափամերձ հատվածներով անցնում էին հարյուրավոր մետրեր, շրջանցելով ոչ մի քար ու թուփ, ծառի արմատ կամ կենցաղային թափոն, աշխատում էին հերթափոխով, միմյանց օգնելով ու լրացնելով, և այդ ամենն անում էին առանց վարանելու, առանց տրտնջալու։ Ես իմ աշխատանքից մեջ ոչ մի դժվարություն չեմ տենում։ Դժվարերն է, որ երեխին չեն գտնում։ Արդեն ուշ երեկո է, պաշտոնյաներն այստեղ լինում են ժամանակ առ ժամանակ, իսկ փրկարարներն ու ջրասուզակները այստեղ են ամեն վայրկյան, աշխատում են առավոտից մինչև ուշ երեկո։ Այս փրկարար տղերան շնորհակալություն հայտնելու տեղն է, այ ջանի մեռնեմ, հլանայ։ Կյանքի գնով էս ինչ են անում, գետի մեջ ընկած։ Սաղը մեր սոթ են տալի։ Երրորդ օրը հայտնաբերվեց 7-ամյա աղջնակի Նարէ Մարտիրոսյանի մարմինը, իսկ ավագ քրոջ Նարինեի մարմինը ջրասուզակները գետից դուրս բերեցին դեպքից մեկ շաբաթ անց։ 3-ը գիտեմ, մնացածը չէ, որ երեխեք են ընկել են ջուրում, որը փրկվել է, որը չի փրկվել սենց։ Մեզ մարդիկ են ընկել, երեխեք են ընկել, որը փրկվել է, ով հասցրել է, փրկել է, ով չի հասցրել, մահացել է։ Լիքը են այն շատ այնքաններել է։ Այդ տրուբեն մեր երրորդ մասի հիմար են մի հատ բանը մահվան վկայականն է, թենց ասել։ Մահվան վկայականն ի վերջո հեռացվեց, բայց միայն փոքրիկ քույրերի որոնողական աշխատանքների 4-րդ օրը 15 մետրանոց խողովակը, որը տասնամյակներ շարունակ Վանաձորում մարդկանց մահվան պատճառ էր դարձել, հեռացվեց հատուկ տեխնիկայի միջոցով մի քանի ժամվա ընթացքում։ Խոսք չկա, դա պետքա շուտվանից հանել։ Դաժե առաջի դեպքը որ տեսան ժամանակից պետքա ապամոնտաժ էի։ Ուր մնաց այդ խնդիրը, եթե տենում են, այսինքն նպաստել են։ Որ հանածել էին ավելի լավ չէր ելել, պատքան երեխեքն էլ անտեղի գնալ չէին կորչին։ Սա պետք է вообще գցածել չլինի, ոչ թե շուտ։ Ես դե զոյորդ մարդն եմ։ Վանաձորում ժամանակի ընթացքում 4 քաղաքապետ փոխարինեցին մեկը մյուսին և մոտ 4 տասնամյակ պահանջվեց հասկանալու համար, որ մահաբեր այս խողովակը անհրաժեշտ է ապամոնտաժ է։ Այդ տրուբեն 87 թվից են ատի գցածել, 87 թվից քան քաղաքապետ են փոխել։ Ինչքան քաղաքապետ, ինչքան մարզպետ փոխեցին։ Դեպքը հանրային մեծ հնչեղություն և արձագանք ունեցավ, քաղաքացիների մոտ բազմաթիվ հարցեր առաջացան, այդ թվում առաջին հերթին այն, թե ինչ պատասխանատվություն է կրում Վանաձորի համայնքապետարանը, հաշվի առնելով, որ այդ վտանգավոր խողովակը շուրջ 40 տարի ծառայել է որպես անցում, մի քանի դժբախտ պատահարի պատճառ է դարձել և ժամանակին չի ապամոնտաժվել։ Մենք այս կամուրջն ենք ուզում, որ սարքի, որ ոչ մեկը տիրություն չի անում, որ սա սարքի, որովհետև քաղաքի մեջով անցնելու համար պետք է կամ այն ծայրը գնաս, կամ այն ծայրը։ Այս սա նախատեսած էր, բայց երկար շարժն եղավ ու տենց կիսատ մնաց այս կառույցը։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղղված մեր պաշտոնական նամակը մի քանի հարցադրում ուներ, կոնկրետ որ կառույցն ու պաշտոնատար անձինք են պատասխանատու գետի վրա առկա վտանգավոր կառույցների եւ անցումների տեխնիկական վիճակի վերահսկման եւ անհրաժեշտության դեպքում դրանց ապամոնտաժման համար, եւ նաեւ աշխատակազմի համապատասխան վարչության կողմից նմանատիպ կառույցների ուսումնասիրություն կամ տեխնիկական գնահատում իրականացվել է։ Վարչապետի աշխատակազմից դիմումը վերահասցեագրել են քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել Վանաձորի համայնքապետարան, Փամբակ գետի վրա առկա վտանգավոր կառույցների եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Վանաձորի համայնքապետին հասցեագրված գրության մեջ նշվում է. Հարգելի պարոն Փելեշյան, ի կատարումն վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարականի, խնդրում եմ սեղմ ժամկետում Վանաձոր համայնքում Փամբակ գետի վրա առկա վտանգավոր կառույցների, մարդկանց կյանքին եւ առողջությանը անմիջականորեն կամ ուղղակի սպառնալիք հանդիսացող անցումների, դրանց հաշվառման եւ ռիսկերի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել տեսչական մարմնին։ Ի հավելումն նամակում նշվում է նաև, որ Regions TV-ի հարցերի ամբողջական մանրամասն պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում եւ վերջում մեկ փաստ։ Օրերս Իտալիայի դատարանը կամրջի փլուզման գործով 12 տարվա ազատազրկման դատապարտեց Ատլանտիա ընկերության գլխավոր տնօրեն Ջովանո Կաստելուչիին։ Այդ գործով անցնող 32 անձ, ընկերությունների ղեկավարներ, ինժեներներ եւ տրանսպորտի նախարարության պաշտոնյաներ ճանաչվել են մեղավոր։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Լոռու մարզ, Վանաձոր։